Այն օր մեր լրահոսը ուղղակի ողողված է անվերջ թվացող նորություններով ու վերնագրերով, բայց եկեք անկեղծ լինենք, ինչպես ենք հասկանում, որն է իրական, իսկ որը ոչ։ Դե այսօր մենք հենց դրա մասին ենք խոսելու։ Ձեզ կտանք շատ պարզ գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն պայքարել ապատեղեկատվության դեմ, այլև ընդհանրապես ավելի վստահ կողմնորոշվել այս բարդ թվային աշխարհում։ Եկեք միանգամից սկսենք մի ապշեցնող թվից։ Պատկերացնում եք, Հայաստանում այն մարդկանց 80%-ը, ովքեր հանդիպում են կասկածելի ինֆորմացիայի, պարզապես ոչինչ չեն անում։ Ճիշտ լսեցիք, ոչինչ, չեն ստուգում, չեն կիսվում իրենց կասկածներով, ուղղակի անցնում են առաջ։ 80%։ Սա ուղղակի հսկայական թիվ է, եթե լավ մտածենք։ Դե այս 80%-ը բնականաբար ստիպում է մտածել, լավ, իսկ ինչ եք անում դուք։ Այն պահին, երբ ձեր լրահոսում հայտնվում է մի վերնագիր, որը չափից դուրս լավն է կամ հակառակը, չափից դուրս վատն է իրական լինելու համար, որն է ձեր առաջին ռեակցիան։ Մի պահ կանգ առնում եք, թե մեխանիկորեն շարունակում եք թերթել։ Իրականում մենք բոլորս հայտնվել ենք մի իսկական տեղեկատվական փոթորկի կենտրոնում։ Ամեն կողմից, ամեն վայրկյան մեր վրա են թափվում նորություններ, գրառումներ, տեսանյութեր, ու այս ողջ քաոսի մեջ փաստը կեղծիքից տարբերելը դարձել է իսկական մարտահրավեր։ Իսկ սոցիալական ցանցերը դրանք դարձել են այս կեղծիքի տարածման համար կարելի է ասել իդեալական միջավայր։ Մտածեք միայն մեկ քլիկ ու մի սուտ կարող է վայրկյանների ընթացքում հասնել միլիոնավոր մարդկանց։ Սա հատկապես վտանգավոր է դառնում ճգնաժամային իրավիճակներում, երբ վախն ու անորոշությունը ստիպում են մարդկանց հավատալ երբեմն ամենաանհավանական բաներին։ Բայց որպեսզի կարողանանք արդյունավետ պայքարել, մենք պետք է այսպես ասած թշնամուն դեմքով ճանաչենք, որովհետև ոչ բոլոր կեղծ լուրերն են նույնը։ Եկեք արագ հասկանանք դրանց հիմնական տեսակները։ Առաջինը ու երևի թե ամենավտանգավորը դիսինֆորմացիան է։ Սա եկեք անվանենք իրերն իրենց անունով։ Ուղղակի նպատակային սուտ է։ Զենք, որը ստեղծվում է շատ կոնկրետ նպատակով վնասել որևէ մեկին, կազմակերպությանը կամ նույնիսկ մի ամբողջ երկրի։ Հաջորդը միսինֆորմացիանը։ Սա կարելի է ասել անմեղ սուտն է, այն էլի կեղծ է, բայց այն տարածվում է առանց վնասելու դիտավորության։ Գիտեք, սա նման է այն դեպքին, երբ ասենք ձեր բարեկամներից մեկը մի նորություն է ձեզ ուղարկում անկեղծորեն հավատալով, որ օգտակար բան է անում, բայց իրականում այդ տեղեկությունը կեղծ է։ Եվ վերջապես ամենահենարամիտ տեսակը մալինֆորմացիան։ Հիմա տեսեք, թե ինչքան հետաքրքիր է։ Այստեղ տեղեկությունն ինքնին ճշմարիտ է, բայց այն օգտագործվում է որպես զենք։ Օրինակ, երբ ինչ-որ մեկի իրական անձնական նամակագրությունը հրապարակվում է նրա հեղինակությանը հարվածելու համար, ճշմարտություն, որը դառնում է վնասելու գործիք։ Լավ, մենք ճանաչեցինք թշնամուն։ Հիմա ամենաէական հարցը իսկ մենք ինչ անենք, ինչպես պաշտպանվենք։ Դեմ եկել է ժամանակը, որ ստեղծենք ապա տեղեկատվության դեմ ձեր անձնական զրահը։ Կամ մի շատ պարզ, բայց անասելի հզոր եռաքայլ մեթոդ։ Հենց որ տեսնում եք մի բան, որը ձեզ չափից դուրս զայրացնում, վախեցնում կամ ուրախացնում է, արեք այս 3 քայլը։ Առաջին, ուղղակի կանգ առեք։ Մի վայրկյան շունչ քաշեք, թույլ մի տվեք, որ էմոցիաները ձեզ կառավարեն։ Երկրորդ, հարցեր տվեք։ Եվ երրորդ, ամենակարևորը, ստուգեք։ Իսկ սա կարելի է ասել ձեր մտավոր շտուգացանքն է։ Նախքան որևէ բանի հավատալը կամ առավել եւս կիսվելը, ինքներդ ձեզ այս հարցերը տվեք։ Լավ, ով է սա ասում։ Հեղինակ կա։ Այս վերնագիրը ակնհայտորեն իմ զգացմունքների վրա խաղալու համար չէ, սա իրական լրագրողական նյութ է, թե ուղղակի Facebook-յան գրառում։ Այս պարզ հարցերը ձեր լավագույն պաշտպանությունն են։ Իհարկե, անհատական քայլերը չափազանց կարևոր են, բայց եկեք անկեղծ լինենք։ Մենք մենակ չենք կարող հաղթել այս պայքարում։ Խնդիրն ավելի մեծ է, համակարգային է ու նշանակում է լուծումներն էլ պետք է լինեն այդ մակարդակում։ Դե պարզվում է, որ պետական մակարդակով էլ են մտածում այս մասին։ Հայաստանում կա հայեցակարգ, որը միտված է ոչ թե ինչ-որ բան արգելելուն, այլ ինստիտուտները հզորացնելուն, մեդիա կազմակերպությունների հետ համագործակցելուն, որպեսզի ստեղծվի միասնական, ուժեղ ճակատ ապատեղեկատվության դեմ։
Եվ այստեղ ասպարեզ են գալիս նաև հասարակական կազմակերպությունները։ Օրինակ, մեդիա նախաձեռնությունների կենտրոնը իր միջազգային գործընկերների հետ միասին այս պայքարը տանում է ամենակարևոր վայր՝ դպրոցներ։ Նրանք ստեղծում են ծրագրեր ու ձեռնարկներ, որոնք երեխաներին փոքր տարիքից սովորեցնում են քննադատաբար մտածել։ Սա իսկական ներդրում է մեր ապագայի մեջ։ Այսպիսով, ամփոփելով ինչ ունենք։ Մի կողմից մեր անհատական զգոնությունն ու գործիքները, մյուս կողմից համակարգային քայլերը։ Եկեք տեսնենք, թե ինչպես են այս երկու ուժերը միասին կառուցում մի հասարակություն, որն ավելի տեղեկացված է ու ավելի դիմակայուն։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի ծրագիր չի կարող փոխարինել մարդկային մտքին։ Ինչպես շատ դիպուկ նշում են փորձագետները, հաղթանակի իրական բանալին հենց մեր բոլորիս ձեռքերում է։ Դա քննադատական մտածողությունն է ու համագործակցելու կարողությունը։ Եվ այսպես, մենք ուզում ենք ձեզ թողնել մեկ պարզ, բայց շատ կարևոր հարցով։ Այս ամենը լսելուց հետո, որը կլինի այն մեկ փոքր քայլը, այն մեկ սովորությունը, որը դուք կփոխեք հենց այսօրվանից տեղեկատվության ավելի գիտակից սպառող դառնալու համար։ Չէ՞ որ ամենամեծ փոփոխությունը սկսվում է հենց այդ առաջին փոքր քայլից։